Մոսկվայում սպասում են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը, միաժամանակ մեղադրում Եվրամիությանը հայաստանյան ընտրական գործընթացին միջամտելու համար։ Любой человек, кто хоть как-то Յուրաքանչյուրը, որ գոնե մի փոքր հետևում էր իրադարձություններին, չէր կարող չնկատել, թե ինչպես է Եվրամիությունը փորձում վերահսկել ընտրական գործընթացը։ цикла. Тут вам и так называемые миссии быстрого реагирования. Օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայնի զանգը Նիկոլ Փաշինյանին հունիսի 4-ին, երբ նա շտաբ ֆինանսական աջակցություն էր հավաքել Հայաստանի համար։ В самый разгар как раз предвыборной агитации. Նաև Եվրամիության ներկայացուցչության ղեկավարի այցը կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Собирала денег. Զախարովան ստախոս է անվանում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին իր այն հայտարարության համար, թե Հայաստանի ժողովուրդը չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը ընտրեց եվրոպական ապագան։ Ну, от Каи Калласа ничего другого, кроме... Կայա Կալասից հերթական ստից բացի այլ բան հնարավոր չէր սպասել, նրա կենսագրությունն է այդպիսին։ биография. Զախարովայի խոսքով Բրյուսելում հեշտությամբ անտեսել են ժողովրդավարության, օրինականության և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները։ Նա օրինակ է բերում ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումները, շինծ ու պատրվակներով ձերբակալությունները, որոնք չեն համապատասխանում Հայաստանի որդեգրած ժողովրդավարական գծին։ Для нас все это непонятно, и главное, для нас это абсолютно неприемлемо. Այս ամենը մեզ համար անհասկանալի է և ամենակարևորը բացարձակապես անընդունելի։ Демократического государства. Չգիտեմ ժամանակակից ժողովրդավարական պետության համար որքանով կարող է ընդունելի լինել այն, որ ընտրական գործընթացի մասնակցող մարդկանց բացարձակապես շինծ ու պատրվակներով ձերբակալում են ընտրության օրը կամ դրա նախօրեին։ По абсолютно надуманным предлогам. Ցինիկ մանիպուլյացիա է Զախարովայի այն, որ եվրոպական կառույցները քվեարկությունից առաջ հայ հասարակությանը կանգնեցնում են Եվրամիություն թե Ռուսաստան երկընթացքի առաջ։ Ռուսաստանի արտգործնախարարությունում զարմանում են, արդյոք Եվրամիությունում սպասում են Հայաստանին, որը անգամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ չունի։ Ждут ли их там? Ну, сколько можно этот риторический вопрос задавать? Սպասում են արդյոք նրանց այնտեղ, դե որքան կարելի է այդ հռետորական հարցը տալ։ Իմ կարծիքով պատասխանն արդեն ակնհայտ է, չեն սպասում նույնիսկ նրանց, ովքեր թեկնածու էին։ Замечательно, что своих сограждан... Եվրասիական տնտեսական միությունում մնում է Հայաստանը թե հեռանում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սա անվանում է հրատապ հարց, որը ըստ նրա պետք է արագ լուծվի։ Երևանում հայտարարում են, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին դեռևս խոսք չկա, որովհետև ասում են մենք դեռ չենք միացել Եվրամիությանը։ Գիտեք, Հայաստանն արդեն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու մասին օրենք, ուստի հարցն արդեն իսկ հրատապ է։ Սա իհարկե պետք է արագ լուծվի։ Եվրամիությանը միանալը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, շեշտում են Ռուսաստանում ու նորից զգուշացնում։ Երևանը այդ իրավունքից չպետք է օգտվի ԵԱՏՄ երկրների հաշվին։ Էդգար Ղուշչյան, Էլեն Յահինյան, Այլուր։